Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու ինձ թվաց, որ մրցաշրջանը ավարտվել է, որովհետև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը եղավ, թվաց, որ մի փոքր պետք է հանգստանանք, հետո արդեն պատրաստվենք գալիք մրցաշրջանին, հետևենք տրանսֆերային պատուհանին, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվելու, բայց ես իհարկե մոռացել եմ, որ կա ազգերի լիգայի եզրափակիչ փուլ ու կա նաև աշխարհի ակումբային առաջնություն։ Հիմա ասեմ, որ իմ համար դա այդքան էլ կարևորություն չունի, բայց մենք խոսելու ենք այսօր այդ երկուսից մեկի մասին, խոսքը գնում է ազգերի լիգայի եզրափակիչ փուլի մասին, տեղի ունեցան երկու կիսաեզրափակիչներ, տեղի ունեցավ եզրափակիչ, որտեղ հաղթեց Պորտուգալիան, ու խոսելու ենք հենց դրա մասին, ոչ թե կոնկրետ հանդիպման, թե ինչ տակտիկական, մարտավարական կամ չգիտեմ ինչական վերլուծություններ եղան, այլ ընդհանրապես երկու բանի մասին եմ ես խոսելու, ինչը ինձ համար մեկ առաջացրեց հարգանք ու այսպես ասենք նաև պաշտամունք, երկրորդը առաջացրեց ուղղակի մի փոքր տխրություն, որ ժամանակակից երիտասարդությունը, հա, ես էլ եմ երիտասարդ, բայց ինձանից փոքր տարիքով, բայց շատ ավելի հայտնի մարդիկ իրենց պահում են մի փոքր ոչ այդքան ճիշտ, որքան պահեց օրինակ Լամին Յամալը։ Խոսելու ենք ազգերի լիգայի մասին, խոսելու ենք տրանսֆերային քաղաքականությունների մասին տարբեր թիմերի կատարմամբ, բոլոր թիմերին չեմ առանձնացնելու, խոսելու եմ 2-3 թիմի մասին, բայց վստահ եմ, որ այս տեսանյութը ձեր դուրը կգա, բայց եթե դուք ուզում եք ինձ դա ցույց տալ, ուղղակի պետք է բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, հետևեք ինձ նաև սոցիալական հարթակներում, հատկապես Telegram-յան ալիքում, որտեղ մենք շարունակում ենք աճել եւ խորհուրդս է մնալ միջև վերջ, որովհետեւ վերջում լինելու է խաղարկություն։ Դա կարծում եմ ամենակարևոր բանն է ձեզ համար, որ պետք է լսեիք այս տեսանյութում, այնպես որ սպասեք միջև տեսանյութի վերջ եւ դուք կարող եք իմանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի մասնակցեք խաղարկությանը։ Գնանք քննարկելու ազգերի լիգան եւ տրանսֆերները, որովհետեւ այնտեղ քննարկելու բաներ ունենք։ Եվ եկեք միանգամից խոսենք ազգերի լիգայի խաղարկությունից, եզրափակիչ փուլից, որտեղ տեղի ունեցան երկու կիսաեզրափակիչներ եւ եզրափակիչ կիսաեզրափակիչներում շատ արագ ասեմ ինչ տեղի ունեցավ, Իսպանիան կարակոցի արեց Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում ու հաղթեց 5-4 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչ մյուս խաղում Պորտուգալիան կարողացավ կամային հաղթանակներ ցույց տալ ու հաղթել Գերմանիային, որը տանտեր էր, հա, որպես այդպեսի նոմինալ տեր էր եզրափակիչ փուլի, հանդիպումներն անցկացվում էին Մյունխենի Ալիանց Արենա ստադիոնում, բայց Գերմանիայի հավաքականը կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին, կարծում եմ, որ գերմանացի երկրպագուները եւս սպասում են, որ առնվազն գոնե միջև եզրափակիչ կհասնեն, բայց տպավորություն է, որ Գերմանիայի հավաքականում շարունակվում է այդ վերափոխությունը, հա, այդ թարմացումը կազմի, ունդեղ դեռևս ամբողջական ելք չի կարողացել գտնել Յուլիան Նագելսմանը, բայց հուսանք, որ մինչև 2026 թվականի մունդիալ Գերմանիայի հավաքականը ամբողջությամբ արդեն պատրաստ կլինի եւ ցույց կտա այն ֆուտբոլը, որը մենք միշտ տեսել ենք հենց գերմանական մեքենայից։ Պորտուգալիա-Իսպանիա եզրափակիչը տեղի ունեցավ, որը բավականին հետաքրքիր ստացվեց, հա, նախ ասեմ իմ վերաբերմունք ազգերի լիգային ընդհանրապես լուրջ չեմ ընդունում ու ընդհանրապես մտածում եմ, որ այս ամենը իհարկե ուղղակի սպանում է ֆուտբոլիստներին, վառ զգացվում էր Իսպանիա-Ֆրանսիա խաղում, որ ֆուտբոլիստները ուղղակի հոգնածության հաշվին թույլ են տալիս շատ մանկական, շատ պրիմիտիվ սխալներ, հա, որը իհարկե եթե թարմ ֆուտբոլիստներ լինեին, հաստատ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը դժվար թե ավարտվեր 5-4 հաշվով, բայց հիմա ունենք այնինչ ունենք, մարդկանց կազմակերպություններին ավելի շատ հետաքրքիր է գումարը, որ իրենք պետք է աշխատեն, ֆուտբոլիստները իհարկե այդ գումարը իհարկե չեն ստանում, որովհետև ազգային հավաքականներում մի փոքր այլ է, քան ակումբային ֆուտբոլում, բայց ֆուտբոլիստները տանջվում են, ֆուտբոլիստները ուղղակի խաղում են, շատերն են արդեն բողոքել, մի փոքր արդեն հոգնեցուցիչ է խոսել այդ թեմայի շուրջ, բայց ազգերի լիգան ու աշխարհի ակումբային առաջնությունը ինձ մոտ կոնկրետ որևէ լուրջ բանի հետ չի ասոցացվում, որ ես դնեմ ու բոլոր հանդիպումները ամբողջ հետաքրքրությամբ նայեմ։ Եզրափակիչ հանդիպումը դիտեցի իմ ընկերների շրջապատում ու իրանք էլ իհարկե կփաստեն, որ դիտել եմ ոչ այդքան մեծ խանդավառությամբ, դիտել եմ անէմոցիոնալ, երկրպագել եմ X մարդու համար Պորտուգալիային ու ուրախ եմ, որ Պորտուգալիան հաղթեց հենց այդ մարդու համար, բայց որպես այդպիսին եզրափակիչը, նույնիսկ այդ հետաքրքիր եզրափակիչը, որը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարով, հա, ինձ
շատ էմոցիաներ չտվեց, որովհետև ին վերաբերմունք ազգերի լիգային ու աշխարհի ակումբային առաջնությանը, որը գալու է, ինչու եմ ես անընդհատ նշում աշխարհի ակումբային առաջնությունը, որովհետև այնտեղ եւս շատերը ինտրիգ են փնտրում, բայց ես այնտեղ ավել գումար աշխատելուց բացի ինչ որ մի ինտրիգ այդպես էլ չեմ գտնում։ Պորտուգալիա-Իսպանիա Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը երկու բանի մասին էր, առաջինը թե ինչպես կկարողանա Պորտուգալիայի հավաքականը դիմակայել Իսպանիայի հավաքականին, որովհետև կարծում եմ միայն կույր երկրպագուները կարող են փաստել, որ Պորտուգալիայի ընտրանին պոտենցիալով եւ խաղային մակարդակով կոնկրետ այս պայի դրությամբ ավելի ուժեղ է, քան Իսպանիայի հավաքականը։ Եկեք չմոռանանք, որ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Իսպանիայի հավաքականում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հետագայում կարող են հայտնվել ամեն մեկը իր դիրքում աշխարհում գոնե top 3։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը բավականին լավն է ու Իսպանիայի հավաքականը բավականին համակարգված թիմ է։ Բայց ինչպես գիտենք, եզրափակիչներում ամեն անգամ չէ, որ այդ ամենը աշխատում է ու ամեն անգամ չէ, որ համակարգը կարողանում է հաղթել ինդիվիդուալ, չգիտեմ, գործողություններին կամ ինդիվիդուալ լավ պատրաստված ֆուտբոլիստներին։ Ու այս եզրափակիչը խոսեց նրա մասին, որ կա նաև բնավորության հատկանիշ, որը եւս ազդում է որոշիչ հանդիպումներում ու Պորտուգալիայի հավաքականը իրականում ցույց տվեց այդ հատկանիշները։ Այո, առաջին խաղակեսում Իսպանիայի հավաքականը ավելի լավն էր։ Այո, Իսպանիայի հավաքականը պետք է առնվազն 2-3 գոլ խփել առաջին կեսում, որպեսզի սպաներ ինտրիգը, բայց չստացվեց այդպես, Իսպանիան չկարողացավ օգտագործել իր բոլոր պահերը, թիմերը գնացին ընդմիջման 1-0 հաշվի պայմաններում ու բանը հասավ նրան 1-0 հաշվի պայմաններում էր։ Այո, 1-0 հաշվի պայմաններում Իսպանիան ու Պորտուգալիան գնացին հանդերձանան ու երկրորդ խաղակեսը ամբողջությամբ այլ բանի մասին էր։ Վառ զգացում էր, որ Իսպանիան հոգնեց, դրա մասին կարելի ասել նաև Պորտուգալիայի ընտրանուկ մասին, բայց այդ առումով աշխատեց արդեն բնավորություն, իսկ բնավորությունով Պորտուգալիայում ավելի շատ են փորձառու խաղացողները, Պորտուգալիայի հավաքականում ավելի շատ են հաղթած ֆուտբոլիստները ու բնավորությունը խոսեց իր մասին։ 2-1 եղավ այնտեղ, տո Կրիշտիանո Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, իհարկե Կրիշտիանո Ռոնալդուի մասին առանձին, ու ամեն ինչ տարավ լրացուցիչ ժամանակի ու հետո արդեն հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարի, որտեղ իհարկե պետք է վրիպեր Ալվարո Մորատայի ճակատագիրը ընդհանրապես չդասավորվեց այնպես, ինչպես բոլորս հիշում ենք Մորատային, երբ ինքը հայտնվեց, գլխավոր բեմում, երբ ինքը նոր դուրս եկավ Ռեալ Մադրիդի մարզաշապիկով ու բոլորը կարծում են, որ Ալվարո Մորատան այն հաջորդ մեծ բանն է Իսպանիա հավաքականում առնվազն ու երկար տարիներ Իսպանիա հավաքականը կունենա top հարձակվող, որը կխաղա միջինը, լավ մակարդակի ֆուտբոլ։ Ցավոք դա այդպես չեղավ, Ալվարո Մորատան ոչ միայն ֆուտբոլիստի կարիերայում, այլև անձնական կյանքում չկարողացավ գտնել կոնկրետություն, չկարողացավ հստակություն գտնել ու ինչպես ֆուտբոլիստի կարիերան, այդպես էլ անձնականը այդքան էլ որոշիչ չէր, բայց մենք այստեղ չենք քննարկում անձնականը, ֆուտբոլիստի կարիերան, եթե հիշենք, Ալվարո Մորատան տեղափոխվեց Միլան, հետո տեղափոխվեց հերթականությունը չեմ ասում Չելսի, հետո գնաց Ատլետիկո, հետո գնաց ես շատ իմանամ ուր ու բոլորի տեղը ընդ Յուվենտուս խաղաց մի երկու անգամ ու բոլորի համար իր սրտում տեղ գտավ։ Բանը հասավ դրան, որ Ալվարո Մորատան ուղղակի Իսպանիա հավաքականում դարձավ ավակ որպես փորձառու ֆուտբոլիստ, այո, Եվրոպայի առաջնությունում ունեցա իր ներդրումը, հաղթեց Եվրոպայի առաջնությունը, բայց դրանից հետո արդեն շատ մեծ անկում ապրեց Մորատան, խաղային որակները շատ արագ թուլացան ու ինքը հիմա ուղղակի պայեստային ֆուտբոլիստ էր։ Դե Լա Ֆուենտեի կողմից այդ փոփոխությունը իրականում ես չհասկացա, որ մտավ Ալվարո Մորատան, այո, փորձի հաշվին իհարկե պետք է Մորատան ինչ-որ մի բան աներ, բայց երբ խոսքը գնում է, որ ամեն ինչ կարող է տանել հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարի, ապա Ալվարո Մորատան լավագույն տարբերակներից չէ ու Մորատան դրա մասին փաստեց, վրիպեց իսպանացի արձակվողը, միակ 11 մետրանոցն էր այդ խաղի ընթացքում, որը չիրացվեց, արդյունավետ չեղավ ու Պորտուգալիան երկրորդ անգամ իր պատմության մեջ նվաճեց ազգերի լիգան։ Ուղղակի պետք է շնորհավորել Պորտուգալիայի հավաքականին, որովհետև նրանք իրոք ցույց տվեցին բավականաչափ բնավորություն։ Այդ խաղում իհարկե փայլեց Նունո Մենդեշը ու Ռաֆայել Լեաոն փոխարինման մտած։ Նունո Մենդեշը ընդհանրապես տիեզերական մարզավիճակում է գտնվում այս պահին, ու եթե ես ամբողջ մրցաշրջանի ընթացքում որակապես ավելի շատ նախընտրում եի Դիմարկոին ու ասում եի, որ Դիմարկոն աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է ու ունեի հիմնավորումներ թե ինչու, ապա այն մարզավիճակը, որը հավաքել է Նունո Մենդեշը, ստիպում է, որպեսզի ես հետ կանգնեմ իմ ասածից կամ փոխեմ իմ կարծիքը, նշելով որ կոնկրետ 2024-25 մրցաշրջանում Նունո Մենդեշին մոտ ոչ մի ֆուտբոլիստ չկա ձախ պաշտպանի դիրքում։
Լավ մտավ նաև Ռաֆայել Լեաուն, Լեաուի հետ կապված եւս ունեմ ես տարակուսանքներ, ես միշտ ասել եմ, որ Լեաուն բնավորության ֆուտբոլիստ է, նա ոչ թե բնավորության էլ կներեք, տրամադրության ֆուտբոլիստ է, բնավորությունը իր հետ այդքան էլ կապ չունի։ Տրամադրության ֆուտբոլիստ է Ռաֆայել Լեաուն ու եթե ստացվում է իր մոտ ինքը ժպիտով է դուրս գալիս խաղադաշտ, ապա բանը պաշտպանները աուսարսափ են զգում միայն։ Իսկ եթե տրամադրություն չունի, ապա պաշտպանների համար ամենահեշտ որսացող ձուկն է Ռաֆայել Լեաուն։ Կոնկրետ այս եզրափակում Լեաուն ուներ տրամադրություն ու Լեաուն կարողացավ ցույց տալ իր լավագույն որակները, ինքը ստացավ այն ինչ ինքը ցանկանում էր, տարածություն, եւ գիտեք, որ Ռաֆայել Լեաուն տարածության վրա ֆանտաստիկ վտանգավոր ֆուտբոլիստ է, նա կարողացավ այդ ամենը օգտագործել, ինքը մշտապես վտանգի տակ էր պահում Իսպանիայի պաշտպանությանը ու իր արդյունքը տվեց նաեւ Ռոբերտո Մարտինեսի փոփոխությունները։ Բայց երկու բան։ Ես արդեն խոսեցի գրեթե 9 րոպե ու ես չքննարկեցի այդ երկու կետերը, որոնց մասին ես ցանկանում եմ ասել։ Նախ լավի մասին։ Քրիշտիանո Ռոնալդո։ Նայեք, ընկերներ։ Քրիշտիանո Ռոնալդոն երբ հաղթեց ազգերի լիգան երկրորդ անգամ, շատերը միանգամից սկսեցին նրան անվանել GOAT, նրան անվանել պատմության լավագույնը, այ տեսեք, ինքը հաղթեց ազգերի լիգան, ինքը եզրափակում գոլ խփեց, ինքը 40 տարեկանում sense բան անում, ինքը միջև հիմա ֆանտաստիկ մարզավիճակում է, որ շատերը կերազեն ունենալ նման մարզավիճակ։ Այո, դա այդպես է, բայց ես կարծում եմ, որ Քրիշտիանո Ռոնալդոն GOAT էր միջև այս հանդիպումը։ Որ Քրիշտիանո Ռոնալդոն մեծագույն գոլահար էր միջև այս խաղը, միջև այս ազգերի լիգան ու նույնիսկ առանց մրցանակ։ Լուրջ, նույնիսկ առանց գավաթի Քրիշտիանո Ռոնալդոն մեծագույն է։ Մեծագույն չէ, որովհետև նա հաղթում է գավաթներ։ Մեծագույն չէ, որ նա խփում է 1000 գոլ, 1800 գոլ ու կատարում է 6700 հատ գոլային փոխանցում ու ցատկում է 4 մետր։ Քրիշտիանո Ռոնալդոն հանճար է ու Քրիշտիանո Ռոնալդոն մեծագույն է, որովհետև Քրիշտիանո Ռոնալդոյի պես չկա մարդ, որը ունի նույն մոտիվացիան։ Քրիշտիանո Ռոնալդոյի պես չկա մարդ, որը ունի նույն աշխատասիրությունը։ Որպեսզի հասկանաք, մենք խոսեցինք, որ մրցանակները կարևոր չեն։ Քրիշտիանո Ռոնալդոն այն եզակի ֆուտբոլիստներից է, որ մրցանակների ծարավ չպետք է ունենա։ Ռոնալդոն հաղթել է ամեն ինչ, ամենտեղ, ամեն ձևով։ 5 հատ ոսկե գնդակ, չգիտեմ քանի հատ ոսկե խաղակոշիկ, 6 հատ չեմպիոնների լիգա, այնտեղ աստված գիտի, գուցե 6 հատ չի 5 հատ կամ էական տարբերություն չկա, 2 լա լիգա, սուպեր գավաթներ, պրեմիեր լիգա, ամեն ինչ Քրիշտիանո Ռոնալդոն հաղթել է, ամեն հնարավոր բան։ Բայց ինչն է սարքում նրան հանճար, դա այն է, որ այդքանը հաղթելուց հետո նա շարունակում է ցանկանալ հաղթել։ Ու խաղում է այնպես, կարծես ոչինչ չի հաղթել։ Ու հետևում է հանդիպումներին տեխնիկական գոտուց ու լարվում է ու տխրում է ու լացում է ուրախանում է այնպես տպավորություն է որ եթե այն ձեզ եզրափակում ինքը չհաղթի ինքը կարիերան ավարտելու առանց որևէ լուրջ մրցանակի դա հանճարեղ մարդու բնավորություն է դա հանճարեղ մարդու մտածելակերպ է ու դա է Քրիշտիանո Ռոնալդոին դարձրել ու դարձնելու մեծագույն Ոչ թե նրա դա եւս, բայց առաջնային ոչ թե նրա խփած գոլերը, ոչ թե նրա ոսկե գնդակները, այլ այն, որ ինքը յուրաքանչյուր ձեռք բերած մրցանակից հետո շարունակում էր մնալ նույն մոտիվացիայով։ Երբ որ մենք հասնում ենք ինչ-որ մի բանի, վստահաբար կարող եմ ասել, վստահաբար, առանց բացառությունների, եթե դուք նայում եք էկրանների այս այն կողմ ու ասում եք, չէ, ես այտենց չեմ, ներողություն ես ձեզ չեմ հավատում։ Յուրաքանչյուր ոք ով հասնում է ինչ-որ մի հաջողության, որտեղ իրեն գովաբանում են, ինքը նույնիսկ 2-3%-ով մի փոքր թուլացնում է իրեն։ Չեմ ասում, թագ ընկնում է աչքերին, չգիտեմ, ինքը շարունակում է չաշխատել իր վրա եւ այլն։ Բայց հավատացեք, բոլորս ինչ-որ մի չափով թուլանում ենք։ Ես անձամբ դա ինձ մեջ զգացել եմ։ Բայց հանճարեղությունը Քրիշտիանո Ռոնալդոյի կայանում է նրանում, որ նա հաղթել է 5 ոսկե գնդակ, բայց նա ցանկանում է ձգտել, շարունակել մնալ լավագույնը։ Դա է իսկական հանճարեղությունը։ Դա է իսկական մեծությունը, որը շատ քչերն են իրականում խոսում։ Այ երբ Քրիշտիանո Ռոնալդոն Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ազգերի լիգան, ես միանգամից ինչ-որ մի հատ հեյթ նկատեցի մրցակից ճամբարի հասցեին։ Շատ երկրպագուների կողմից, ընկերներ։ Այլ որ տեսեք, քիթը քսվեց եւ այլն, հիմա շատ սահուն անցնում եմ այն երկրորդ թեմային ու ավարտեմ ազգերի լիգան, որովհետեւ մի տեսակ շատ խոսացի ազգերի լիգայի մասին։ Միանգամից հետ գնաց, որ Լամին Յամալը նա
ու տպավորություն էր, որ Քրիստիանո Ռոնալդոյի հաղթանակին սպասում են զուտներ համար, որ կարողանային ծաղրել Յամալին եւ մնացածին։ Բայց դա այդպես չպետք է լինի։ Պետք է ճակերտների մեջ տապակվել սեփական հաջողությամբ ու ուրախանալ միայն այն բանով, որը դու տեսար։ Մենք տեսանք պատմական մի հատ իրավիճակ, պատմական մի հատ դեպք, պատմական մի հատ իրադարձություն։ Քրիստիանո Ռոնալդոն 40 տարեկանում ցույց տվեց, որ նա դեռևս մարտունակ է։ Նա դեռևս որոշում է հարցեր խաղադաշտում։ Նա դեռևս Քրիստիանո Ռոնալդոն է։ Ու կապ չունի։ Նա կարողանում է նույն արագությամբ վազել։ Նրա այդ ստեփ-օվերները ստացվում են նրա մոտ թե ոչ։ Նա շարունակում է մնալ գիշատիչ տուգանային հրապարակում։ Այնպիսի գիշատիչ, որ նույնիսկ լավ մարզավիճակում գտնվող պաշտպանները չեն կարողանում կանգնեցնել։ Ու դա, ընկերներ, հանճարեղ է, որովհետև այդ ամենը գալիս է մոտիվացիայի, աշխատասիրության եւ երբեք չհանձնվելու բնավորությունից։ Դա է, որ պետք է քննարկվեր համացանցով, այլ ոչ թե այն ծաղրանքը, որը հնչեց մրցակից ճամբարի ուղությամբ։ Եվ քանզի խոսացինք մրցակից ճամբարի ուղությամբ, ես ունեմ իմ քննադատական խոսքերը Իսպանիայի հավաքականին։ Իսկ ավելի կոնկրետ Լամին Յամալին։ Բոլորս էլ գիտենք, որ մեր ֆուտբոլային երիտասարդությունը, մի փոքր այլ կերպ է զարգանում, մի փոքր այլ կերպ է փորձում փնտրել ինտրիգներ։ Ու Լամին Յամալն այն ֆուտբոլիստներից է, որը անհիմն ինչ-որ ինտրիգների մեջ է ցանկանում ինքն իրեն գցել։ Ու դա գալիս է նրանից, որ Լամին Յամալը եւս հանճարեղ ֆուտբոլիստ է։ Նա բնատուր տաղանդ ունի, որը չի կարող խլել ոչ ոք նրանից։ Այո, խաղը չստացվեց։ Պորտուգալիայի հավաքականի դեմ հանդիպումը չստացվեց, ու ես միանգամից նկատեցի մեկնաբանություններ, բա ուր է ձել Յամալը, ուր է էսի ինքը, բա ասում եք ոսկե գնդակ պիտի հաղթի։ Ընկերներ, կան հանդիպումներ, որտեղ ֆուտբոլիստի մոտ ինչ որ բան ստացվում է, կան հանդիպումներ, որ չի ստացվում, կան հանդիպումներ, որ ամեն ինչ ստացվում է, եւ կան հանդիպումներ, որ ոչինչ չի ստացվում։ Լամին Յամալի մոտ այսօր 4-րդ տարբերակն էր, այսօր որն է, այդ օրը 4-րդ տարբերակն էր։ Նրա մոտ ոչինչ ուղղակի չէր ստացվում։ Բայց դա չի տալիս այն իրավունքը, որ պետք է նշել, որ Լամին Յամալը լավ ֆուտբոլիստ չէ կամ Լամին Յամալը ձախողված է։ Մեծ խաղերում ինքը ոչինչ է։ Ինքը բավականաչափ, հավատացեք, միայն այս մրցաշրջանում ցույց է տվել, թե որքան կարևոր է նա մեծ խաղերում ու ինչ է նա անում մեծ խաղերում։ Բայց հիմա խոսքը այլ բանի մասին։ Լամին Յամալը, երբ որ ես նշում եմ ինտրիգներ, խաղից հետո այո նա կարողանում է հաղթել, նա ցույց է տալիս ֆանտաստիկ ֆուտբոլ, բայց խաղադաշտից դուրս ես կարծես թե ինչ որ անարգանք եմ նկատում ավելի լուրջ ֆուտբոլիստների նկատմամբ։ Լամին Յամալը հանրահայտ է։ Լամին Յամալը աշխարհում լավագույններից է, բայց Լամին Յամալը դեռևս խակ է շատ լուրջ ֆուտբոլիստ համարվելու համար։ Որովհետև ըստ իս, ինչպես ես եմ հասկանում ֆուտբոլը, ինչպես ես եմ տեսնում ֆուտբոլը, շատ լուրջ ֆուտբոլիստ կարող է համարվել, որը ցույց է տալիս նմանատիպ ֆուտբոլ 5+ տարի։ Նման ֆուտբոլիստ էր Մեսսին, նման ֆուտբոլիստ է Ռոնալդուն, իր թիմակիցը Լևանդովսկին, Քեյնը, Մբապեն, Վինիսիուսը, Իբրան, շատ ֆուտբոլիստներ կան, շատ։ Յամալը դեռևս այդ թվում չի մտնում։ Արդյոք կմտնի նման մարզավիճակով ու նման խաղաոճով ամենայն հավանականությամբ այո, նա կհայտնվի լրջագույն ֆուտբոլիստների ցանկում, բայց դեռևս չհամարվել լրջագույն ֆուտբոլիստ, որովհետև դու ընդամենը մեկ մրցաշրջան ես ցույց տվել, ճոխացված է այդ արտահայտությունը, բայց տիեզերական ֆուտբոլ իհարկե սխալ է։ Սխալ է այն առումով, որ դու չպետք է պահես քեզ, կարծես թե դու ամեն ինչ ես ու բոլորը պարտավոր են քեզ ամեն ինչ։ Լամին Յամալը ֆուտբոլային հարգանքը չհասկացավ երևի թե Պորտուգալիայի հավաքականի հետ խաղից հետո, ու երբ Իսպանիայի ամբողջ կազմը սպասում էր թե երբ կստանա Պորտուգալիան մրցանակը կտոնի, որը հարգանքի քայլ է, որից հետո նրանք կհեռանան խաղադաշտից, Յամալը նույնիսկ չսպասեց դրան։ Հետո հայտնվեց տեսանյութ, որ Յամալը Քրիստիանո Ռոնալդոյի դեմքին էլ նույնիսկ չի նայում, երբ ինքը ձեռք է մեկնում Յամալին։ Դա գիտեք ինչ ցավոտ բան է։ Դա շատ ցավոտ է, որովհետև եթե դու չգիտես պարտվել, եթե դու չգիտես ինչպես արձագանքել պարտությունից հետո, երբ դու չգիտես, որ կան իրավիճակներ, որտեղ դու չես կարող լինել ավելի լավը, քան մյուսը, դա ամենացավոտ բանն է։ Դա ամենացավոտ բանն է, որը շատ լուրջ կարող է ազդել Լամին Յամալի կարիերայի վրա, որովհետև նա դեռևս չգիտի թե ինչ է պարտությունը։
Դա նաև գալիս է թիմի արդյունքներից, որովհետև Բարսելոնան ցույց տվեց այնպիսի ֆուտբոլ, որ պարտությունները այս մրցաշրջանում շատ քիչ էին։ Բայց եկեք հիշենք բոլոր այն դրվագները, երբ Բարսելոնան պարտվեց, երբ Յամալը պարտվում էր։ Ու որ հետհայացք ես նետում, Լամին Յամալը ցույց չէր տալիս այն, ինչը մենք սպասում ենք լուրջ ու մեծ ֆուտբոլիստներից։ Թող լիներ Ռուբեն Նևեշը, թող լիներ Վիտինյան, թող լիներ Ռենատո Վեյգան, մի նայիր նրա աչքերին։ Լավ, եթե տենց ծայրահեղական ենք ամեն ինչին, մի նայիր նրա աչքերին։ Բայց երբ քեզ ձեռք է մեկնում Կրիշտիանո Ռոնալդուն, դու պարտավոր ես նրա ձեռքը սեղմել ու նայել նրա աչքերի մեջ։ Որովհետև այն, ինչ անում է Կրիշտիանո Ռոնալդուն, շատ հավանական է, որ դու չես կրկնելու։ Որովհետև այն, ինչ արել է Կրիշտիանո Ռոնալդուն, ստիպել է, որ դու սիրես ֆուտբոլ։ Իսկ նման իրավիճակներում չհարգել մեծությանը, դա իհարկե շատ լուրջ սխալ է։ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց։ Կրիշտիանո Ռոնալդուն հանճարը եւս մեկ գավաթ իր անվերջ թվացող մրցանակների շարքում, որը իմ համար իրականում ամենաթույլ մրցանակն է, այո, Պորտուգալիայի հավաքականի համար մեծագույն ֆուտբոլիստ, մեծագույն արժեք, հա, միջև Կրիշտիանո Ռոնալդուի հայտնվելը Պորտուգալիայի հավաքականը ոչնչի չէր կարողանում հասնել։ Կրիշտիանո Ռոնալդու հայտնվելուց հետո նրանք 5 անգամ եղել են եզրափակում X մրցաշարի, 3 անգամ դարձել են մրցանակակիր հաղթող այդ մրցաշարի։ Դա իհարկե խոսում է Կրիշտիանո Ռոնալդուի մեծության մասին։ Բայց սա, ընկերներ, սա ընդհանրապես չի խոսում, թե ինչպես է Պորտուգալիան լինելու մունդիալին։ Ընդհանրապես չի խոսում։ Ես կարծում եմ, որ Կրիշտիանո Ռոնալդուին մենք կտեսնենք մունդիալում։ Բայց դե ինչպես ցույց կտա ժամանակը։ Իսկ Իսպանիայի հավաքականի երկրպագուներին առաջարկում եմ ու խորհուրդ եմ տալիս չվհատվել, որովհետև իրենք ունեն ֆանտաստիկ թիմ, իրենք ունեն ֆանտաստիկ մեծ ներուժ ու շարունակում են մնալ, եթե ոչ գլխավոր, ապա Եվրոպայից գնացող մունդիալ գլխավոր ֆավորիտը։ Ես այնտեղ տեսնում եմ նաև Արգենտինայի հավաքականին, որը աշխարհի գործող չեմպիոնն է։ Այնտեղ կա նաև Անչելոտի Բրազիլիայի հավաքականի հետ, որը կարծես թե այդքան էլ լավ չի սկսել, Էկվադորի հետ ոչ ոքի խաղաց, բայց դա առաջին հանդիպումն էր, Անչելոտին դեռ ունի ժամանակ։ Եվրոպայի ֆավորիտը պարտվեց ազգերի լիգայում, բայց ավելի ցավոթն այն է, որ Եվրոպայի ֆավորիտի առաջատար ֆուտբոլիստներից ոմանք չկարողացան ցույց տալ, որ իրենք գիտեն թե ինչ է պարտությունը ու ինչպես ընդունել այդ պարտությունը։ Հուսամ Դե Լա Ֆուենտեն եւ հատկապես Հանս Դիտեր Ֆլիկը կաշխատեն այդ ուղղությամբ եւ Յամալի կողմից նման վերաբերմունք մենք այլևս չենք տեսնի։ Իսկ Կրիշտիանո Ռոնալդուն, բրավո, իրականում պատմության մեծագույն գոլահարն ես դու։ Գնացինք արդեն տրանսֆերներ, հա, ազգերի լիգան մի փոքր երկար քննարկեցինք, բայց ի սրտե էր այն ինչ ես ասացի, որովհետև դա երկար ժամանակ է մնացել էր ինձ մեջ։ Տրանսֆերներ ու գնանք Անգլիայի Պրեմիեր լիգա։ Խոսելու ենք Մանչեսթեր Սիթիից, մի փոքր կարծիքս կհայտնեմ նաև Տոտենհեմի մասին ու կավարտենք տեսանյութը Մադրիդի Ռեալի շուրջ զարգացող իրադարձություններով։ Լավ, Պրեմիեր լիգայում կարող եմ 1-2 թեման թռուցիկ ինչ-որ բան ասեմ, որովհետև ինչպես դուք գիտեք, հա, իմ տեսանյութը կոնկրետ թեմաների մասին չի ու ես կարողանում եմ մի թեմայից մյուս թեմա թռնել շատ արագ։ Մանչեսթեր Սիթին գեր համալրվում է մյուս մրցաշրջանի համար ու վառ զգացվում է, որ Պեպ Գվարդիոլան ոչ թե մարտական, այլ ֆանտաստիկ կերպով է տրամադրվում գալիք մրցաշրջանին, որովհետև այդ քար մրցաշրջանյա, եթե տենց բառի իհարկե գոյություն ունի, գեգեմոնիան ավարտեց Լիվերպուլը ու ավարտեց ոչ թե նրանով, որ նա դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն թիմը, այլ նա դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ամենաարդյունավետ թիմը ու Մանչեսթեր Սիթիի մասին մի տեղ բոլորը շատ արագ մոռացան անհաջող մրցաշրջանից հետո։ Ու Պեպ Գվարդիոլան միանգամից գնում է նոր հեղափոխության հետևից, նա կատարում է միանգամից նոր տրանսֆերներ ու ինչն է շատ ակնառու կոնկրետ այս տրանսֆերների մեջ, որ այս անգամ տպավորություն է, որ Մադրիդի Ռեալը Մանչեսթեր Սիթին չի գնում գումարի հետևից։ Ու տպավորություն է, որ Մանչեսթեր Սիթին, որը վատնեց 200+ միլիոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչ որ մի կերպ ստվերն է գցում ու ոչ մեկ չի էլ հիշում, թե ովքեր են եկել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ու ոչ մեկ չի էլ հիշում, որ Մանչեսթեր Սիթին տապալվեց այդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 3 ֆուտբոլիստ միանգամից գալիս են մտքիդ, երբ խոսքը գնում է նոր տրանսֆերների մասին, ու այդ տրանսֆերները Մանչեսթեր Սիթին կատարում է շատ դետալային, կարծում եմ շատ վերլուծված ու շատ դիպուկ։ Ռայան Շերկին, Տիջանի Ռեյնդերսը եւ Ռայան Էյթ-Նուրին տեղափոխվում են քաղաքաբնակների շարք ու նրանք հանդես կգան Մանչեսթեր Սիթիի կազմում։ Ինչն է շատ հետաքրքիր այս ամենի մեջ, որ Պեպ Գվարդիոլան կարծես թե չի պատրաստվում փոխել այն մարտավարությունը ու այն փիլիսոփայությունը, որ ինքը սերմանել է Մանչեսթեր Սիթիի մեջ։
Ռոդրին վերադարձել է։ Դա արդեն իսկ շատ լավ է։ Աշխարհի ակումբային առաջնությունը հիանալի վայր է փորձարկելու այն մտքերը, որը ունի Պեպ Գվարդիոլան։ Տիջանի Ռեյնդերս, Ռայան Շերկի, Ռայան Էյթնուրի։ Չերկին նախ երբ որ ես կարդացի, որ Չերկին ու Տիջանի Ռեյնդերսը փոխարինող են Կևին Դե Բրույնեին, ես միանգամից ինձ ունքերս ինչ եք խոսում ախպեր։ Կևին Դե Բրույնեն ընդհանրապես այլ մակարդակի ֆուտբոլիստ է։ Կևին Դե Բրույնեին մոտ Մանչեսթեր Սիթիում չի եղել ոչ մեկ։ Իմ համար Մանչեսթեր Սիթիի պատմության ամենահզոր ֆուտբոլիստը ու մեծագույն ֆուտբոլիստը դա KDB-ն է, ու մոտ ոչ մեկ չկա են։ Մի ռանգ ներքև երևի թե նստած են Ագուերոն ու Դավիթ Սիլվան, ու երևի կոմպանին։ Բայց Կևին Դե Բրույնեն մնում է Կևին Դե Բրույնեն, ընկերներ։ Պեպ Գվարդիոլան կարծում եմ ինքը չի էլ ուզում փնտրի Կևին Դե Բրույնի այլ ֆուտբոլիստի մեջ։ Ինքը ուղղակի փորձում է փակել այն բացը, որը թողնում է Կևին Դե Բրույնեն այլ որակական հատկանիշներով։ Տիջանի Ռեյնդերս այնպիսի ֆուտբոլիստ է, որը կարող է խաղալ եւ խորքից, եւ 10 համարի դիրքում։ Ռայան Չերկին այնպիսի ֆուտբոլիստ է, որ կարող է փակել եւ եզրերը եւ 10 համարի դիրքը։ Ու Չերկին ու Ռեյնդերսը միաժամանակ կարող են մատակարարել գնդակ Էրլինգ Հոլանդին, ինչը անչափ կարևոր է Հոլանդի համար, ինչը անչափ կարևոր է Պեպ Գվարդիոլայի համար, որովհետև զգացվում է, որ Էրլինգ Հոլանդը ինչքան էլ ինքը գաբարիտներով հարձակվող է, ինչքան էլ ինքը ֆիզիկապես կարող է տրորել բոլորին, ինչքան էլ իրան հարված են, բայց տվյալ ֆուտբոլիստը ստանա մկանային վնասվածք, ողջույն Արման Հովանիսյան, իրան պետք է հասնել գնդակներ։ Իրան պետք է հասնել գնդակներ, իրան պետք է գտնել տուգանային հրապարակում, ու Էրլինգ Հոլանդը նման խաղաոճով շարունակում է մնալ կիլեր, շարունակում է մնալ աշխարհում լավագույնը։ Հարցակման գծում։ Ինչը ես միջև մայել եմ ասում, սաղն ասում են տապալված մրցաշրջան, ես ասում եմ տապալված մրցաշրջանում 20 գոլ չեն խփում։ Հատկապես Պրեմիեր լիգայում։ Մանչեսթեր Սիթին շատ վտանգավոր տրանսֆերների իրականացնում, բայց վտանգավոր մրցակիցների համար, որովհետև նման դիպուկ ու ճշգրիտ տրանսֆերներ վերջին 3 տարվա, 4 տարվա ընթացքում ես Մանչեսթեր Սիթիի մոտ չեմ տեսել։ Ու վերջին 2 մրցաշրջաններում բոլորս էլ հիշում ենք, որ Մանչեսթեր Սիթին գնալով թուլանում էր, ոչ թե ուժեղանում։ Այսինքն այո, իրանք բերում էին ֆուտբոլիստներ, բայց նման այդ ֆուտբոլիստները համարժեք չէին այն խաղացողներին, որոնք հեռացան։ Օրինակ գնաց Խուլիան Ալվարեսը, գնաց Ռիադ Մարրեզը, նրանց փոխարեն եկավ Մարմուշ, նրանց փոխարեն եկավ Դոկու ու Սավինյո։ Մարմուշը եթե ինչ-որ մի կերպ կարողանում է փակել, օրինակ Ալվարեսի դիրքը, ինչը ես կարծում եմ, որ դեռևս շուտ է նման բան ասելու, որտեղ Ալվարեսը շատ մեծ գործեր կատարում Man City-ում։ Ապա Սավինյոն ու Դոկուն ընդհանրապես չեն փակում Ռիադ Մարրեզի բացը։ Ընդհանրապես չեն փակում այդ բացը։ Բայց այս տրանսֆերային քաղաքականությունը թույլ է տալիս մտածել հակառակը, թույլ է տալիս հասկանալ, որ Մանչեսթեր Սիթին ու Պեպ Գվարդիոլան մեծ տրամադրություն ունեն գալիք մրցաշրջանում։ Ամենայն հավանականությամբ դա կլինի Գվարդիոլայի վերջին մրցաշրջանը։ Ու շատ է կախված թե ինչպես նա հրաժեշտ կտա Մանչեսթեր Սիթին, որովհետև ի տարբերություն Յուրգեն Կլոպի, որը եկավ ոչ թե նրա համար առաջնային, որ գավաթ հաղթի, ինչը նրա հիմնական նպատակներից մեկն էր, նա բերեց ու հավատը վերադարձրեց Լիվերպուլին ու հեռացավ Յուրգեն Կլոպը հենց հավատ թողնելով Լիվերպուլին, որ հետագայում լինելու ամեն ինչ լավ։ Իսկ Պեպ Գվարդիոլայի մոտ ճանապարհը փոքր այլ է։ Պեպ Գվարդիոլան եկավ եւ առաջին իսկ մրցաշրջանում ամբողջական մրցաշրջանում գավաթ նվաճեց։ Ու պետք է հաջողություն ասել Մանչեսթեր Սիթիին հենց գավաթով։ Ու ինձ թվում է, որ Պեպ Գվարդիոլան աշխատում է հենց այդ ուղղությամբ։ Տեսնենք թե ինչ կլինի Մանչեսթեր Սիթիի հետ, բայց ես ինչպես եւ նշել էի մրցաշրջանի սկզբում, ոչ թե մրցաշրջանի սկզբում, այլ վերջին շրջանում մրցաշրջանից առաջ, գալիք մրցաշրջանից առաջ, իմ համար Մանչեսթեր Սիթին top 3 ամենահետաքրքիր թիմերից մեկն է, որին պետք է հետևել 25-26 սեզոնում, որովհետեւ Մանչեսթեր Սիթին տապալվեց, բայց Մանչեսթեր Սիթին կարծես թե ոտքի է փորձում կանգնել, ու այս նոր Սիթին կարող է բերել ինչ որ մի հետաքրքիր մտքեր։ Պեպ Գվարդիոլային պետք է հավատալ, որովհետեւ նման իրավիճակում Գվարդիոլան դեռ չէր հայտնվել, ու դա եւս մեկ մոտիվացիա հետևելու Մանչեսթեր Սիթին։
Չելսին ձեռք բերեց Լիամ Դելապին, Իփսվիչ Թաունի կենտրոնական հարձակվողին, ճիշտ է այս տրանսֆերի շուրջ շատ բան չունեմ ասելու, որովհետև հազիվ կենտրոնական հարձակվողը գնում Չելսի, ոչ թե վինգեր, դա արդեն իսկ դրական բան է, արձագանք պետք է ստանա, այսպես ասենք, ու Չելսիում Լիամ Դելապը կարծում եմ կգտնի իրեն, որովհետև Դելապի խաղը նայել եմ ոչ թե ամբողջ մրցաշրջանի ընթացքում, X հանդիպումներում, հատկապես երբ սկսեցին շատ խոսել Դելապի մասին, բայց Դելապը լավ ֆուտբոլիստ է, Դելապը ֆիզիկապես պինդ խաղացող է, Դելապը կարողանում է գտնել իրեն տուգանային հրապարակում, ինքը կարողանում է աշխատել եւ ձախ ոտքով եւ աջ ոտքով, բայց Մարեսկան պետք է մշակի այդ ֆուտբոլիստին, որովհետեւ ինչ խաղալ Իփսվիչ Թաունում, ինչ խաղալ նոմինալ երկրորդ համարով, ինչ փորձել խաղալ հակագրողների վրա, ինչ լինել դոմինանտ խաղադաշտում, փորձել ավելի շատ գնդակով թիմում հանդես գալ ու փորձել ավելի շատ խաղ վերցնել իր վրա, դա մի փոքր այլ է։ Էնցո Մարեսկային եւս սպասվում է բարդ աշխատանք։ Դե իսկ Տոտենհեմ Անժե Պոստեկոգլու առաջին մարզիչը 2008 թվականից ի վեր, որը գավաթ է նվաճում Տոտենհեմի համար։ Հեռացվում է աշխատանքից 2 մրցաշրջան անց։ Հիմա շատերը կարող է խոսեն վիճակագրությունից, որ Պոստեկոգլուն ամենավատ հաղթանակների տոկոսային հարաբերակցությունը ունի Տոտենհեմի մոտ 2008 թվականից ի վեր, որ նրա ֆուտբոլը հարձակվողական է, բայց շատ ռիսկային է, նրա պաշտպանությունը մնում է դատարկ, այն որ Տոտենհեմը չի կարողանում վերգտնել իրեն, Տոտենհեմի վնասվածքները եւ այլ մի շարք բան կարելի է բերել, որպեսզի արդարացվի Տոտենհեմի ղեկավարության կայացրած որոշումը, բայց ընկերներ, իսկ շատ պարադոքս է, որովհետև երբ որ ես խոսում եմ Կրիշտիանո Ռոնալդուի մասին, ես ասում եմ, որ գավաթները ու մրցանակները անհատական մեծությունը չեն մարմնավորում։ Իրանք որոշակիորեն մարմնավորում են, այո, բայց ինչպես ես եմ հասկանում ֆուտբոլը, այդքան էլ ինձ չեն մարմնավորում, որովհետև որպես այդպեսին եթե նայենք, Զլատան Իբրահիմովիչը երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգան, իսկ Սթիվեն Ջերարդը երբեք չի հաղթել Պրեմիեր լիգան, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Սթիվեն Ջերարդը Պրեմիեր լիգայի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկն է, top 3-ում 100% կա։ Բայց կոնկրետ այս իրավիճակում ես չեմ հասկանում Դանիել Լևին, ընդհանրապես չեմ հասկացել Դանիել Լևին, որովհետև ախր ինչ ես ուզում էլ։ Դու ունեիր թիմ, որը դուրս է եկել մի շարք եզրափակիչներ, հա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, FA Cup, Պրեմիեր լիգայի համար պայքարել եւ այլն ու բոլոր տեղերում ձախողվել է արդյունքում։ Դու բերեցիր մարզիչը քեզ հանրայնորեն, երևի թե սենյակում առանձին էլ ասել, որ ես հաղթում եմ երկրորդ մրցաշրջանում գավաթ։ Ու ինքը հաղթում է երկրորդ մրցաշրջանում գավաթ։ UEFA-ի հզորությամբ երկրորդ մրցաշարում։ Հիմա եթե Տոտենհեմի երկրպագուները ասեն, բայց դա մեզ քիչ է սուս, աղբոր պես։ Տոտենհեմի պես թիմին Եվրոպա լիգայում չեմպիոնությունը գերարդյունավետ է։ Գերարդյունավետ։ Ու ես կարծում եմ, որ այդ գերարդյունավետությունը պետք է ստիպել Դանիել Լևին գոնե մինչև ձմեռ ժամանակ տալ Անժին։ Այո, վիճակագրությունը խոսում է այլ բանի մասին։ Այո, եթե նայում ես վիճակագրությանը ու այն ֆուտբոլը, որը խաղացել է Տոտենհեմը, նրան պետք է հեռացնեին։ Բայց պետք չէ մոռանալ նաև այդ փաստը, որ Պոստեկոգլուի թիմը հիմնականում խաղում էր վնասվածքներով։ Պոստեկոգլուի թիմը խաղում էր վառ ֆուտբոլ, հետաքրքիր ֆուտբոլ։ Եվ ի վերջո Պոստեկոգլուն հաղթեց գավաթ, ինչը անչափ կարևոր է։ Գավաթ, ընկերներ։ Պոստեկոգլուն, այսպես ասենք, ճակերտների մեջ ստիպեց, որպեսզի մենք այլևս չծաղրենք Տոտենհեմին։ Պոստեկոգլուն ստիպեց, որպեսզի Լոնդոնում սկսեն մատնացույց անել Արսենալին, որպես միակ ակումբ, որը չի հաղթել Եվրագավաթ։ Նույնիսկ Վեսթ Հեմն է հաղթել Եվրագավաթ։ Բայց այդ ամենը կարծես թե հերիք չէ Դանիել Լևին։ Ու Պոստեկոգլուն հեռանում է, արդեն հեռացել է Տոտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա փոխարեն գալու է Բրենթֆորդի գլխավոր մարզիչը Թոմաս Ֆրանկը։ Ու ես ցավում եմ այդ մարզչի համար։ Իրոք ցավում եմ, որովհետև Տոտենհեմին հետևելով ու լինելով Պրեմիեր լիգայի մեծ երկրպագու, ես տեսել եմ, թե ովքեր են եկել Տոտենհեմը մարզել։ Մարզել է Պոչետինոն, մարզել է Մոուրինյոն, Նունե Էշպիրիտու Սանտուն, Կոնտեն, հետո եկավ Պոստեկոգլուն։ Բայց բոլորի դեպքերում
ինչ որ մի բան չի գնացել այնպես, ինչպես պետք էր։ Իսկ Դանիել Լևին համբերություն չունի։ Ինչ սպասենք Թոմաս Ֆրանկից, որը որպես նվաճում ոչնչի չի հասել որպես գլխավոր մարզիչ։ Ինչ սպասենք։ Ու ինչ ճակատագիր է սպասվելու այդ մարզչին, որին ես չափազանց շատ եմ հարգում ու սիրում եմ այն ֆուտբոլը, որը նա ցույց է տալիս։ Ինչ սպասենք։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Արդյոք Թոմաս Ֆրանկը գալիք մրցաշրջանի ավարտին չի հեռացվի Տոտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Եվ ինչ է սպասվում Տոտենհեմին։ Նրանք հաղթում են Եվրագավաթ, բայց մնում են առանց գլխավոր մարզչի, որը բերեց նրանց այդ Եվրագավաթը։ Շատ ծանր է։ Շատ ծանր է Անժի համար, որովհետև տպավորություն է, որ նա արեց ամեն ինչ։ Նա բերեց փառք Լոնդոնի սպիտակ հատվածին, բայց արդյունքում մնաց կոտրված տաշտակի առջև։ Ցավոտ է, բայց կյանքը դա է։ Իսկ վերջում Մադրիդի Ռեալ ընկերներ, ու ինչու Մադրիդի Ռեալ, որովհետև նախ դեռևս չեմ խոսել Մադրիդի Ռեալի մասին, ես նախորդ տեսանյութում նշեցի, որ չեմ հասցրել քննարկել ու չեմ հասցրել իմ ընկերների հետ քննարկել, ու չեմ հասցրել բավականաչափ ուսումնասիրել թե ինչ է փորձում անել Մադրիդի Ռեալը, ու ես ավելի քան վստահ եմ, որ Լոս Բլանկոսի ադմինները Էմիլը եւ Մհերը իմանալու են տեսանյութը ու որոշ բաներ այնտեղ իրանց հետ համաձայնություն գտնեն ու ինձ ասեն, որ չէ, գեվ դու այդքան էլ լավ չես ուսումնասիրել, գնա ավելի շատ ուսումնասիրի։ Իրանց պատասխանները միշտ իրանց գրպանում է, չգիտեմ ոնց։ Մադրիդի Ռեալը արդեն անցկացրեց առաջին ու երկրորդ մարզումները Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։ Խաբի Ալոնսոն արդեն պաշտոնապես Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչն է, շատերի մոտ բեսամ խայպ է, իմ մոտ եւս, որովհետեւ պատմությունով եթե նայում ես բավականին գեղեցիկ է ամեն ինչ, որովհետեւ Խաբի Ալոնսոն իսպանացի, մարդ, որը սիրել է Ռեալը, մարդ, որը խաղացել է Մադրիդի Ռեալում, հաղթել է թիմի հետ Լադեսիման, տվել է շատ բան Մադրիդի Ռեալին, սիրված է երկրպագուների կողմից, վերադառնում է արդեն որպես մարզիչ եւ նաեւ կարելի ասել կայացած մարզիչ։ Ինչու, որովհետև նա չի եկել no name տեղից, նա չի եկել զուտ անվան հիման վրա, որպեսզի փորձի ինչ-որ հրաշքներ գործի։ Ոչ։ Խաբի Ալոնսոն այն անձնավորություններից է, որ արդեն ապացուցել է, որ նա կարող է լինել թոփ մարզիչ ու այս պայդրությամբ համարվում է թոփ մարզիչ։ Ինքը հաղթեց դժվարին մի հատ փուլում, դժվարին մի հատ բանում, առաջնությունում դժվարին թիմերի դեմ։ Իսկ ավելի կոնկրետ Բավարիայի, որը վերջին 10 տարիների ընթացքում անընդմեջ հռչակվում էր Գերմանիայի չեմպիոն։ Ու այդ գեգեմոնիան ավարտեց Խաբի Ալոնսոն Բայերին դարձնելով Գերմանիայի չեմպիոն, դրանից հետո ֆանտաստիկ մարդկային քայլ, ամբողջությամբ հարգանքի արժանի, նա որոշեց չհեռանալ բանից Բայերից մերժեց բոլորին, մերժեց, եթե չեմ սխալվում, Լիվերպուլին, մերժեց Սիթին, մերժեց Ռեալին, չգիտեմ, սաղին մերժեց, Բավարիային եւս ու մնաց Բայերում։ Այո, նույն արդյունքը չկարողացան գրանցել, վատ արդյունքներ էին նաեւ Չեմպիոնների լիգայում եւ այլն, բայց փաստային էր, որ Ալոնսոն մնաց ու դա հարգանքի արժանի էր։ Ու հիմա նա եկել է Մադրիդի Ռեալ ու Մադրիդի Ռեալում միանգամից սկսվել են փոփոխություններ Պո իմինի Խաբի Ալոնսո։ Նոր ֆուտբոլիստներ, նոր մարտավարություն, գուցե նոր փիլիսոփայություն խաղային, բայց առաջինը ֆուտբոլիստներ։ Միանգամից երկու խաղացող, գրեթե 3 խաղացող համալրվում են պաշտպանության գծում։ Եկել է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, եկավ Դին Հոյսենը եւ գալիս է Կարերասը, Բենֆիկայի ձախ պաշտպանը։ Վար զգացվում է, որ հարցակման գծում որպես այդպեսին համալրում պետք անել չէ։ Ինչ նախադասություններ պետք չէ անել, որովհետև այնտեղ այնպիսի աստղաբույր է, որ Խաբի Ալոնսոն ուղղակի պետք է նստի 4-ի հետ կամ այդ 3-ի հետ, ասի տղերք, в общем, հասկացանք, Կարլո Անչելոտին ձեզ ասում էր, ընդ ինչ ուզում եք արեք, հիմա ես եմ ձեզ ասում ոնց պիտի անեք, ունդեղ ամեն ինչի որ դուք պիտի անեք, դուք ունեք ֆանտաստիկ ներուժ, դուք 3-ով կարակացնեք ամեն ինչի, պրոստը ինձ լսեք։ Կարա։ Բայց կա մի հատ տրանսֆեր, որի հետ կապված ես հաշտ չեմ։ Դա Ֆրանկո, ես փորձեմ գտնել անունը։ Ես էլի ուզում եի ասեի Մաստանտուոնո, Ֆրանկո Մաստանտուոնո, ֆուտբոլիստ River Plate-ից, որը next gen տաղանդ է, ֆուտբոլիստ, որի մասին խոսում է ամբողջ հարավային Ամերիկան ու որը ունի իրոք մեծ տաղանդ։ Ես նայեցի նրա տեսանյութը, որոշ տեսանյութեր, ես կարդացի նրա մասին հոդվածներ,
գովելի է, որ նա այդքան մեծ տաղանդ ունի։ Ես նայեցի նրան դրիբլինգը առանձնահատուկ է, նրա տուգանայինները վարպետած։ Բայց ես գիտեք ինչ նկատեցի միառժամանակ, ես այսօր դա քննարկեցի տղերքի հետ, բայց ես ասացի, որ ես նույնը ասելու եմ տեսանյութից մեջ ու դեռևս միջև չտեսնեմ նրան Մադրիդի Ռեալում, իմ կարծիքը չի փոխվելու։ Ընկերներ, փաստացի Մադրիդի Ռեալը ձեռք է բերում արգենտինացի Ռոդրիգոին։ Լուրջ։ Դրեք համեմատեք ու դուք կտեսնեք, որ Մադրիդի Ռեալը ձեռք է բերում արգենտինացի Ռոդրիգոին։ Ես քննարկեցի Էմիլի հետ, ինքը ասեց, որ 4-4-2 դասավորությանն է անցնելու Մադրիդի Ռեալը, Ռոդրիգոն ամենայն հավանականությամբ լքելու է, որովհետև ինքը խոսելու է Ալոնսոյի հետ, որ ինքը ցանկանում է խաղալ միայն ձախ եզրում, ինչը մի տեսակ ես չեմ հավատում, որովհետև նման բան լինում է ավելի ցածր մակարդակի թիմերում, ինչպիսին է Հայաստանի ազգային հավաքականը, որ եթե դու ինձ չխաղացնես մեկ ներկային կազմում ես գնում եմ։ Ռոդրիգոն այն ֆուտբոլիստներից է, որը կարող է խաղալ աջ եզրում։ Ու իսկ Շաբի Ալոնսոն այն ֆուտբոլիստ մարզիչներից է, որը կարող է համոզել, որ ֆուտբոլիստը իր համար խաղա այնտեղ, որտեղ ինքը ցանկանում է։ Եվ այստեղ, երբ որ դու կարող ես պահել Ռոդրիգոին, եթե իհարկե հաշվի չառնենք ֆինանսականը, որովհետև այսքան գնում կատարելուց հետո պետք է վաճառել ֆուտբոլիստի, որպեսզի պահել ֆինանսական fair play-ը։ Եվ Ռոդրիգոն կարող է լինել այն մեծ ակտիվը, որը նրանք կարող են վաճառել ու այդքանով ավարտվի ամեն ինչ։ Ռոդրիգոին գնահատում են 80-90 միլիոն, նույնիսկ 100 միլիոն եւ ցանկանում է նրան Արսենալը։ Ֆրանկո, ես նորից եմ կարդալու յազմազգանը։ Ֆրանկո Մաստանտուոնոն տաղանդ է, այո։ Դրիբլյոր է գնա գալիս են։ Բայց քանի անգամ ենք մենք տեսել նման ֆուտբոլիստների հարավային Ամերիկայում, որոնք փայլել են, որոնք պետք է ինչ-որ մի բան ցույց տային, որոնք եկան հասան Եվրոպա, տեղափոխվեցին մի թիմ վարձավճարով, տեղափոխվեցին երկրորդ թիմ վարձավճարով, հետո երրորդ թիմ, հետո բոլորը սկսեցին նրա մասին մոռանալ։ Հիշում եք, չէ՞, այս ֆուտբոլիստների։ Ես կհիշեցնեմ։ Վիտոր Ռոկեն վերջին օրինակը։ Դրանից առաջ Ռեյները, որը գնաց Ռեալ Մադրիդ։ Հիմա ով է հիշում այդ ֆուտբոլիստին, բայց ասեմ, հիմա դրեք Ռեյների highlights-ները նայ YouTube-ում, միջև Ռեալ Մադրիդ գալը, հավատացեք դուք այս Ֆրանկոին չեք են նայի ինքն այս ֆուտբոլ էր խաղում։ Մադրիդի Ռեալը գնում է շատ ռիսկային տրանսֆերի, որը կարող է եւ արդարացվել եւ ոչ։ Դա Ռեալի խնդիրն է։ Ամենայն հարգանքով ես ուզում եմ, որ այս ֆուտբոլիստը հաջողի, որովհետեւ նման ֆուտբոլիստների կարիք, որոնք հաճույք են ապարգևում իրենց ֆուտբոլով, խաղադաշտում մեզ պետք են, որովհետեւ համակարգն ու համակարգվածը շատ են։ Բայց ես կարծում եմ, որ սա շատ ռիսկային տրանսֆեր է։ Շատ ռիսկային տրանսֆեր է։ Ու գուցե եւ ինչպես Էնդրիկը, այնպես էլ Ֆրանկո եմ ասելու իրան։ Չստան այն բավականաչափ շանսը, որ ինքը ակնկալում է ու որով գնում է Մադրիդի Ռեալ, որովհետև հասկացեք ինչ խաղալ River Plate-ում, ինչ լինել ազգի հերոս այնտեղ, լինելով քիչ մրցակցության մեջ, ինչ հայտնվել Մադրիդի Ռեալում, որտեղ մեկ խաղ չխաղալու դեպքում ոչ միայն քեզ սուլելու են, այլ դու հայտնվելու ես խորը պայստայինների նստարանին։ Դա մի փոքր այլ, այստեղ պետք է աշխատի հոկեբանություն, այստեղ պետք է աշխատեն Մադրիդի Ռեալի հոկեբանները, ու ինձ թվում է, որ Խաբի Ալոնսոն անելու այնպես, որ այս Ֆրանկոն մերթ է հայտնվելու հիմնական թիմում։ Ես կվարվեի, սկզբում իրեն խաղացնեի Կաստիլիայում։ 1-2 հանդիպում, 3 հանդիպում անց կբերեի 5 րոպե ժամանակ, 15 րոպե ժամանակ, 20 րոպե ժամանակ։ Ու եթե ինքը սկսի իրան ցույց տալ վառ, խնդրեմ մեկ ներկային կազմ, խնդրեմ մեկ խաղակես, խնդրեմ 70 րոպե խաղա։ Սա շատ կարևոր է նման ֆուտբոլիստների համար։ Ես վստահ եմ, որ Խաբի Ալոնսոն մտածել է սրա մասին։ Բայց իրոք հետաքրքիր է։ Մադրիդի Ռեալը այն 3 թիմերից եւս մեկն է, որը հետաքրքրությամբ ստիպելու է, որ ես իրեն հետևեմ, որովհետև ինչպես Ալոնսոյի, այնպես էլ մյուս տրանսֆերները ռիսկային են։ Որքան վստահորեն կարելի ասել, որ նրանք top տրանսֆերներ են, ինչը պետք է ասել, միաժամանակ ռիսկային են։ Որովհետև տարբեր խաղաոճով թիմերից գալ մի թիմ, որը ունի նոր մարզիչ ու նորը պետք է բերի այդ խաղաոճը, Սերմանի մնացածների մեջ այդ խաղաոճը, ու ստիպի Կիլիան Մբապեին ու Վինիսիուսին քայլելու փոխարեն վազել պաշտպանություն, խնդրեմ ձեզ խնդիրներ, պարոն Ալոնսո, լուծեք այդ խնդիրները։ Ես կարծում եմ, որ վերջին տարբերակը լինելու ամենաբարդը Վինիսիուսին ու Մբապեին ստիպել պաշտպանվել այնպես, ինչպես որ պետք է պաշտպանվել։ Հատկապես Մբապեին։
Բայց եթե դա Ալոնսոյի մոտ ստացվի, անում եմ գլխարկս, բրավո։ Նա իրոք հանճարեղ մարզիչ կարող է լինել։ Բայց այս պայդորությամբ պետք է սպասել։ Բոլոր տրանսֆերների հետ կապված համաձայն եմ։ Բացի այս Ֆրանկոյից։ Իսկ Ֆրանկոյի հետ կապված ոչ թե համաձայն չեմ, այլ երկմտանք ունեմ կստացվի թե ոչ, որովհետև առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք նման ֆուտբոլիստ Հարավային Ամերիկայից, որը վերջում մոռացվում է։ Մոռացվում է այնպես, որ այդ ազգանունը չենք հիշում։ Առանց այդ այս ֆուտբոլիստի ազգանունը բավականին բարդ է։ Ես վերջում ընկերներ, ավարտելով այս տեսանյութը, ես ցանկանում եմ, որ մենք խոսենք այն խաղարկությունից, որը ես նշեցի տեսանյութի սկզբում։ Ես եւ Ֆուտբոլ 1 Արմենիան սկսում ենք համագործակցություն, եւ այսուհետ մշտապես մենք ունենալու ենք առնվազն ամսվա մեջ 2 անգամ խաղարկություն մարզաշապիկների վրա, ասենց կարելի ասել, մարզաշապիկների համար։ Եվ առաջին մեր խաղարկությունը նվիրված է ազգերի լիգայի հաղթող Կրիշտիանո Ռոնալդոին եւ նրա, այսպես ասենք, custom մարզաշապիկին, որի վրա պատկերված են այն բոլոր թիմերը, որտեղ հանդես է եկել Կրիշտիանո Ռոնալդոն։ Ինչ է ձեզ պահանջվում անել։ Դժվար բան չկա։ Գնում եք իմ Telegram-յան ալիք, հղումը թողում եմ ներքևում, գրանցվում եք իմ Telegram-յան ալիքին, գնում եք Ֆուտբոլ 1 Արմենիա Instagram-յան էջ, գրանցվում եք Instagram-յան էջում եւ պաշտոնապես դուք դառնում եք խաղարկության մասնակից։ Telegram-յան իմ ալիքում դուք կտեսնեք այդ post-ը, որտեղ դուք կարող եք ներքևում սեղմել մասնակցել ու դուք արդեն պաշտոնապես դառնում եք մասնակից, բայց դա թույլ չի տալու, եթե դուք գրանցված չլինեք վերոնշյալ երկու էջերին՝ Telegram-ին GM Sports, Instagram Ֆուտբոլ 1։ Բացի այդ, ես ձեզ առաջարկում եմ Ֆուտբոլ 1 Արմենիայից օգտվել, այցելելով Երևան տոնավաճառ 3-րդ հարկ B193 տաղավար, որտեղ դուք կգտնեք ամենամատչելի գներով մարզաշապիկներ, շատ լավ որակի մարզաշապիկներ եւ շատ եզակի մարզաշապիկներ։ Այնտեղ վաճառվում են եւ նոր մրցաշրջանի, եւ ին մրցաշրջանի, ինչպես նաեւ ռետրո մարզաշապիկներ, որոնք իհարկե ձեզ կարող են պարգևել միայն հաճույք։ Երևան տոնավաճառ 3-րդ հարկ B193 տաղավար։ Գնացինք Telegram-յան ալիք եւ գնացինք այդտեղ խաղարկությանը մասնակցելու։ Փորձեք շահել Կրիշտիանո Ռոնալդոյի մարզաշապիկը։ Հաղթողը ընտրվելու է պատահականության սկզբունքով, որի մասին հայտնելու եմ հենց իմ Telegram-յան ալիքում։ Իսկ այսօրվա համար այսքանը, շնորհակալություն տեսանյութին հետևելու համար։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, լայք, բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքին, հետևիր իմ գործընկերներին Instagram-յան եւ Telegram-յան ալիքներով կամ չգիտեմ որ արտակներով, որ դուք ցանկանում եք, իսկ մենք հանդիպենք արդեն գալիք շաբաթ քննարկելով նոր տրանսֆերներ, նոր իրադարձություններ, որովհետեւ ես կարծում եմ, որ իրադարձությունների տեղատարապ դեռ լինելու է։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր, հաջողություն։